Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։ Ողջույն հարգելի ունկնդիրներ, Հանրային ռադիոյի ուղիղ եթերում ենք, ես առողջ եմ հաղորդման շրջանակում, առաջիկա 30 րոպեներին ձեզ հետ կլինի Լուսի Քոչարյանը, նշեմ այն բոլոր տարբերակները, որով կարող եք մեզ հետևել, դրանք են armradio.am կայքի on-line ռեժիմը, live stream-ի տարբերակը, այս կայքում կարող եք եւ դիտել մեզ եւ լսել ցանկության դեպքում, տեսագրություն, ձայնագրությունները տեղադրվում են նույն կայքում, ես առողջ եմ բաժնում եւ իհարկե հրավիրում եմ Facebook-յան հարթակ հայատար գրված Հայաստանի հանրային ռադիո Facebook-յան էջ, որտեղ կարող եք մեզ live stream-ի տարբերակով հետևել, մեկնաբանություններում էլ հարցեր, դիտարկումներ թողնել, ես դրանց հետևում եմ եւ կհնչեցնեմ նաեւ եթերում ի հավելումն իմ պատրաստած հարցերի, իսկ մենք զրուցելու ենք բժիշկ նյարդաբան էպիլեպտոլոգ, այսօր էպիլեպտոլոգը նշում ենք Սամսոն Խաչատրյան, որովհետեւ զրուցելու ենք էպիլեպսիայի մասին, քանզի մենք ընդառաջ ենք եթերանում, նշեք, որ օրն է համաշխարհային օր էպիլեպսիայի, խնդրում եմ, փետրվարի 9-ը է, եթե չեմ սխալվում։ Այո, փետրվարի 9-ն է, երկուշաբթի օրն է։ Մենք այսօր նվիրում ենք փետրվարի 9-ին, որպեսզի հասցնենք իրազեկել, բաց չթողնենք այդ օրը։ Ինչու է կարևոր դեռ արտիական մնում էպիլեպսիայի մասին խոսելը, օրը նշելը, իրազեկելը, այսինքն այն չի կորցնում իր ակտուալությունը արդեն տարիներ շարունակ մենք ենք հաստատ հանդիպում այստեղ։ Այո, շնորհակալություն հրավերի համար, իրականում իրազեկումը միշտ էլ կարծում եմ մշտնջենական կարևոր է լինելու, որովհետև խնդիրը միշտ կան, իհարկե մենք շատ աշխատում ենք, որպեսզի դրանք լուծվեն, բայց դե լավագույն իհարկե տարբերակով էպիլեպսիայի վերացումը կլինի, բայց ցավոք սրտի մենք դեռ չենք հասել դրան, եւ խնդիրը բավականին տարածված է, էպիլեպսիան համարվում է նյարդաբանության ասպարեզի ամենատարածվածներից մեկը։ Չի նվազում այդ տարածվածությունը, ժամանակակից չի նվազում, ինչու, որովհետև ինքը մեկ ընդհանուր, մենք դա ասում ենք անգլերեն տենց բառ կա, umbrella տերմին է, այսինքն անձրևանոց տերմին է, բայց մեկ հիվանդություն չէ։ Հենց այդտեղից էլ գալիս է դա, որովհետև մի մասը օրինակ կարող է լինել ժառանգական խումբը, մյուսը ձեռքբերովի մասը, իսկ ձեռքբերովին բավականին լայն է պատճառների խումբը, որոնցից կարող է առաջանալ էպիլեպսիան, ընդ որում տարբեր տարիքներում դա կարող է տեղի ունենալ, կա հասկացություն բնական է մանկական տարիքի, տարբեր էպիլեպտիկ համախտանիշներ կան, որոնք ժառանգական են հիմնականում, բայց նաև կամ գենետիկ, ասենք, այսպես պարտադիր չի, որ փոխանցված ինչ որ գիծ մենք տեսնենք, բայց նաև կարող լինել ձեռքբերովի, երբեմն օրինակ սկսվում է բավականին ուշ տարիքում, արդիկ զարմացած գալիս են, բա ինչու է այսպես, ոնց կարող է այսպես ուշ սկսվել, այդ հարցը շատ հաճախ ենք ընտանիքում չկա եւ այլն, այո, ձեռքբերովի տարբերակը շատ է նույնպես, եւ ցավոք սրտի մի ուրիշ մեծ հարց կա, թե ինչքանով ենք մենք կարողանում հասնել լիարժեք հսկողության։ Մեր գլխավոր նպատակն է ընդհանրապես բուժում իրականացնելիս իդեալական տարբերակով 0 նոպա, 0 կողմնակի էֆեկտների պայմաններում։ Բայց դա իհարկե շատ այսպես ուռճեցված է, որովհետև շատ հաճախ ճանապարհին մենք տարբեր խնդիրներ, տարբեր սցենարների ենք բախվում, օրինակ կարող է դեղը շատ լավ օգնել նոպաները վերահսկելու հարցում, բայց ունենալ ցավոք սրտի ինչ որ կողմնակի էֆեկտներ, որոնք իրենց հերթին վատացնում են պացիենտի կյանքի որակը։ Եվ մենք սկսում ենք ընտրություն կատարել, ինչպես անենք, ինչ որ կոմպրոմիսային դոզայի գանք, փոխենք դեղը, երկրորդ դեղ ավելացնենք, այսինքն շատ տարբեր են, բազմազան են խնդիրները եւ պացիենտների հետ աշխատանքն էլ է կարեւոր այդ առումով։ Նաեւ իհարկե բժիշկների այդ յուրահատկությունների նյուանսներին տիրապետելու այդ խորությունն էլ կարեւոր է։ Դրա համար մենք օրինակ վերջերս նախաձեռնեցինք մեր Առողջապահության ազգային ինստիտուտի նյարդաբանության ամբիոնի ոնց որ շրջանակներում էպիլեպսիայի կամ էպիլեպտոլոգիայի fellowship ծրագիր, fellowship, այսինքն նեղ մասնագիտացման ծրագիր EEG եւ էպիլեպսիա։ Դե դրանք անբաժանելի են, միանգամից երևի դա էլ պետք է նշել, որ էլեկտրոէնցեֆալոգրաֆիան կամ ուղեղագրությունը ինքը բժշկության մեջ այսպես հիմնական որպես ախտորոշիչ գործիք
հենց էպիլեպտոլոգիայի մեջ է շատ մեծ դեր պահպանում եւ կպահպանի իր տարբեր ձևերով, հետեւաբար էպիլեպտոլոգ մասնագետը ինքը պետք է լինի եւ լավ կլինիկորեն իմացող էպիլեպսիան, բայց նաեւ էգեն պետք է լիարժեք թերապետի։ Հիմա մենք փորձում ենք դա ստանդարտացնել այդ գիտելիքը։ Մենք իհարկե ունենք Հայաստանում շատ լավ մասնագետների խումբ եւ այդ ներուժը միացված մեր սիրելի սփյուռքահայ շատ լավ գործընկերների հետ, այո, ընկերների հետ միավորել ենք, որպեսզի ստեղծենք այդ fellowship ծրագիրը, որը ընդ որում հենց զուգահեռ է գնում վերջերս իրականացված մասնագիտությունների ցուցակի ցանկի ոնց որ վերանայման հետ, որովհետև Հայաստանում նոր է մտնում այդ նեղ մասնագիտացման պաշտոնական կատեգորիան, կարելի է ասել։ Էպիլեպտոլոգ, այսինքն նյարդաբանը, որպեսզի հետո պաշտոնապես դառնա ինչ որ մի նեղ ավելի մասնագիտությամբ, օրինակ էպիլեպտոլոգ, օրինակ սոմնոլոգ, օրինակ նյարդամկանային մասնագետ եւ այլն։ Իհարկե բոլորը դրանք ինչ որ մտածել եւ նախատեսել ենք հնարավոր չի, բայց հերթով մենք փորձում ենք իրականացնել, մենք արդեն իրականացրել էինք կաթվածի fellowship ծրագիր Հայաստանում առաջինը, հետո ռեաբիլիտացիա եւ հիմա էպիլեպսիան է ընթացքում, 1 տարվա ծրագիր է 15 հիմնական մասնակից տարբեր կենտրոններից, ովքեր եւ հիբրիդային ծրագրով են անցնում, այսինքն եւ on-line ակտիվություն, մեզ շատ օգնում են մեր ինչպես ասացի սփյուռքահայ բարեկամները, հատկապես շատ մեծ դեր է խաղում այս ծրագրի մեջ Ալին Հերլոպյանը, ով էպիլեպտոլոգ է Ելի համալսարանական կլինիկայից, իրենց էպիլեպսիայի ծրագրի ղեկավարն է եւ ինքը ջանքեր պարզապես չի խնայում, որ ներգրավի շատ տարբեր հայտնի մասնագետների, ովքեր նույնպես այդ կրթական ծրագրին մասնակցում են տարբեր միջազգային կենտրոններից։ Մի այսպիսի հարց, ինչ կտա այս վերապատրաստում, եթե ընդհանուր անվանումով այսպես անվանենք, ավելի շատ բացահայտում հիվանդության, թե ավելի շատ հսկողություն, թե միգուցե հանրությունում իրազեկումը կբարձրանա, դուք ինչ եք ակնկալում։ Իհարկե, շնորհակալություն հարցի համար, ամենակարևորը, որ բարձրանա ախտորոշման, ճիշտ ախտորոշումների մակարդակը, ինչպես նաև EEG մեկնաբանությունների ճշգրտության մակարդակը։ Այո, չէ, 5 գործիքը գուցե 5 գործիք է, բայց մեկնաբանելու, կարդալու, ճիշտ եզրահանգումներ անելու խնդիրը այստեղ կարևոր է միշտ։ Ընդ որում, օրինակ նախկինում մեր մոտ մի քիչ տարանջատված էր, այսինքն EEG անող մասնագետը միշտ չի, որ զբաղվում էր կլինիկորեն պացիենտներով, այսինքն միայն մեկնաբանվում էր EEG-ն եւ վերջ։ Հետո ինչ ուզում եք մտածեք եւ այլն։ Իսկ այստեղ մենք հնարավորություն ենք ստեղծում բերել ոնց որ մեկ գծի վրա, այսինքն նույն մասնագետը եւ կլսի պացիենտին եւ կանի նախնական ուղղորդումը, թե ինչ հետազոտություններ պետք է կատարվի, դա իհարկե միայն EEG-ն չէ, նաեւ օրինակ MRT-ն է եւ այլն ըստ սիտուացիայի։ Հետո արդեն կտեսնենք ինչ ստացվեց։ Հիմա մենք ունենք ավելի շատ զարգացումներ, այսինքն միայն օրինակ նկարահանումները միայն MRT-ով չեն սահմանափակվում, կարելի է խորացնել հատկապես նախավիրահատական գնահատման ժամանակ, օրինակ PET համակարգչային շերտագրման այդ PET կաթ է կոչվածը կամ ստերեո EEG, որը որ հաջողությամբ սկսել ենք կիրառել Հայաստանում Արաբկիր բժշկական կենտրոնի բազայում, այսինքն Այդտեն չի բավականացնում, ինչ որ գիտեք, երբեմն բազմաբաղադրիչ է այդ որոշումը, գիտեք, երբեմն բավարարում է ընդհանրապես EEG-ն MRT-ի հետ, երբեմն պետք է խորացնել անել օրինակ PET կաթ կամ ստերեո EEG, այսինքն դա հիմնականում իհարկե վերաբերում է օջախային էպիլեպսիաներին, որովհետև դրանք են վիրահատելի ձևերը, հաճախ գալիս են օրինակ գենետիկ ինչ որ համախտանիշով եւ հարցնում են, լսել ենք, որ վիրահատություններ են կատարվում, ուզում ենք քննարկենք այդ հարցը, ցավոք այդ խումբը պացիենտների իրենք ենթակա չեն վիրահատական այդ ռեզեկցիոն ձևերին, երբ մենք գտնում ենք օջախը, համապատասխան մեր գործընկերները նեյրովիրաբույժները հեռացնում են ինչ որ մի հատված, որը էպիլեպտացինն է, այսինքն ոնց որ այդ
ժամացույցը, որը առաջացնում է այդ նոպաները, փորձում ենք խաղից հանել։ Դրանք էլ բավականին հետաքրքիր ուղղություն է, այստեղ նույնիսկ եթե պացիենտը օջախային էպիլեպսիայով է, միշտ չի ինքը լավ թեկնածու վիրահատության համար։ Ինչ է նշանակում լավ թեկնածու, ճիշտ թեկնածու այն առումով, որ արդյոք մենք կստանանք լավ արդյունք։ Այո, որովհետև դա նախապես իհարկե դժվար է գնահատել, թե ինչ կստացվի, բայց կան որոշակի գործոններ, որոնք ազդում են հաջողություն ունենալու հարցի վրա, եւ մենք կարող ենք մոտավոր տենց տոկոսային պատկերացնել, որ այս մարդը օրինակ ունի 30% հավանականություն, որ լավ արդյունք կստանանք, բայց այս դեպքում մենք ունենք 70% լավ արդյունք ակնկալելու։ Բնական է, այս դեպքում մենք ավելի շատ կնպաստենք, որ փորձենք իրականացնել դա։ Իսկ իրականացնելու դեպքում պատասխանատվությունը ումն է լինում, պացիենտին, ով լսելով այս ամենը համաձայնում է ամեն դեպքում փորձել 30%-ի համար, թե բժիշկն էլ ինչ-որ կերպ մասնակցում է պատասխանատվությանը։ Պատասխանատվությունը երևի բոլորինն է, այսպես բազմաբաղադրիչ է, բայց կարևորը որ պացիենտը լիովին տեղեկացված լինի, թե ինչ ճանապարհ պետք է գնա, որովհետև շատ մեծամասամբ այդ վիրահատական մոտեցումներին մենք գնում ենք այն պացիենտների դեպքում, ում դեղորայքային հսկողությունը չի ստացվում իրականացնել։ Ցավոք սրտի մինչև օրս, չնայած այս բոլոր զարգացումներին, դեռևս մենք մոտ 10-ից 20, երբեմն 30% մինչև հասնող դժվար հսկելի դեպքեր ենք ունենում։ Ստացվում է, որ 100 պացիենտից 20-ին մոտավորապես մենք չենք կարողանալու հասնել տեղով 100%-անոց հսկողության։ Եվ դա արդեն զուտ վիճակագրություն է, որը անողոք է, ցավոք սրտի, այսինքն դա այդպես է։ Իհարկե ամեն առանձին դեպք ունի իր յուրահատկությունները։ Մենք այստեղ չենք հավաքվել, որ մեղադրենք ինչ-որ մի կողմի, բոլորը պետք է աշխատեն, այսինքն բժիշկը իր պատասխանատվությունն ունի, բայց պացիենտն էլ իր պատասխանատվությունն ունի, որովհետև այստեղ շատ կարևոր է կարգապահությունը։ Իրենից շատ բան է կախված լինելու։ Այո, որովհետև դեղերը ժամանակին խմել, բաց չթողնել, պրովոկացնող գործոններից խուսափել, օրինակ քիչ քնելը, ալկոհոլի օգտագործումը, անկանոն այդ սննդային գրաֆիկը եւ այլն, դրանք կարող են էապես ազդել։ Այսինքն կարող է լինել շատ ճիշտ դեղ, որը պետք է որ օգնի ու օգնում է, բայց բարբերաբար այդ անձը ինչ որ մի կետեր այդ կարգապահական համակարգի խախտում է եւ ստացվում է, որ մենք ավելորդ սրացումներ ենք ունենում, որոնք կարող են եւ վտանգավոր լինել։ Բայց մենք սովորաբար չխոսեցինք իհարկե իմ ամառամասն այդ կլինիկական դրսևորումների մասին, բայց եթե շատ պարզ այսպես բացատրենք հին դասակարգմամբ, կան մեծ նոպաներ, հա, այդ դասական նոպաները, երբ մենք ասում ենք դրանց գեներալիզացված տոնիկ-կլոնիկ նոպաներ, հա, այդ հայտնի ձգվել, ցնցվելով նոպաները եւ մարդիկ հիմնականում հենց դա այդպես էլ պատկերացնում են, դե դա իր կարևորությունն ունի ինչ առումով, որ դրանք ամենա նաև վտանգավորներից են, որովհետև մեծ նոպա նշանակում է մեծ ստրես օրգանիզմի համար, լարվածություն, եթե որոշ կարևոր օրգան համակարգի, օրինակ սրտանոթային համակարգը լինի արդեն խնդրային, այդ լարվածությունը կարող է այդտեղ էլ բերել ինչ-որ բարդություններ կամ շնչառական կենտրոնի ընկճում լինել, այսինքն այդ նոպաները կարող են լուրջ բարդություններ առաջացնել, հետեւաբար մենք հնարավորինս պետք է խուսափենք դրանցից։ Փոքր նոպաները ուրիշ խնդիր են, շատ ճիշտ նկատեցիք, որ եթե այդ մեծերը ավելի դասական են, շատերը գիտեն դա, երբեմն այս մեր fellowship-ի նաև կարևորությունը ինչու՞մ է, որ մեր բժիշկներին, ովքեր մասնակցում են, ավելի խորը գիտելիք տալ այդ բազմազանության մասին դրսևորումների։ Երբեմն օրինակ շատ կարճատև հայացքի սառելը արդեն կարող է նոպա լինել, բայց անցնի աննկատ, այնքան կարևոր չհամարվի, որ գնան, հետազոտվեն, կոնսուլտացվեն եւ այլն, հա։ Բայց եթե կյանքի որակի վրա չի ազդելու եւ պրոգրեսիվ չի լինելու, ապարտադիր պրոգրեսիվող չի լինելու, միգուցե պետք չէ ձեռք տալ իրեն, թե այդպիսի մոտեցում չկա։ Դե տեսեք, եթե մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ պացիենտի մոտ խանգարվում է, չեմ ասում կորում է գիտակցությունը, բայց առնվազն խանգարվում է գիտակցությունը, ինքը այդ պահին չի կարող վերահսկել իրավիճակը, եւ եթե դա տեղի ունենում որևէ վտանգավոր իրավիճակում,
օրինակ Մեքենայի լողավազանում լողալիս կամ մեքենայի ղեկին կամ կտուրի եզրին, այսինքն մենք արդեն վտանգներ ունենք առաջին հերթին պացիենտի համար, բայց նաև շրջապատողների համար։ Հետևաբար յուրաքանչյուր դեպքում դրանք ցանկալի է վերցնել հսկողության տակ։ Առաջարկում եմ հասցնել խոսել նաև խտրականության, թիրախավորման վերաբերյալ այս պացիենտների, որովհետև եթե շրջակայքն իմանում է, որ ինքն ունի այդպիսի խնդիր, ամեն դեպքում հարցեր, դիտարկումներ, ինչ որ ենթադրություններ, նախապաշարմունքային վերաբերմունք դեռ նկատվում են, ընդ որում ամբողջ աշխարհում կարծում եմ։ Հայաստանը մի քիչ շատ, Հայաստանում մի քիչ այդ արատ են որպես վերաբերվում։ Հետո ես մինչև հիմա դեպքեր եմ լսում, երբ կինը ամուսնուց կամ հակառակ, բայց հիմնականում կինը չի դեպ, թաքցնում են, որ ինքը վաղուց ունի այդ հիվանդությունը եւ իր ամենամոտ ընկերները կամ հարազատները տեղյակ չեն։ Ինչու է սա տեղի ունենում։ Այս չէ որ սա նույնպիսի հիվանդություն է, ինչպիսի ցանկացած այլ։ Այսպես մոտենամ հարցին, ես իհարկե փորձում եմ նախ շնորհակալություն, որ այս հարցը իրոք կարևորում եք, որովհետև դա էապես ազդում է ընդհանրապես մեր աշխատանքի վրա պացիենտի հետ, բարդացնում է հաճախ։ Արդյունավետությունը իջնում է պացիենտի մոտ ավելորդ հարակից հիմնական խնդրին առաջանում են որոշ հոգեբանական խնդիրներ, հոգեբանական այդ կամ հոգեբուժական նույնիսկ խնդիրները իդեմս օրինակ դեպրեսիվ տագնապային խնդիրների շատ հաճախ են հանդիպում էպիլեպսիայի ժամանակ, կախված իհարկե համախտանիշից, բայց նաև արտաքինից դրդված, միջավայրից դրդված, հետևաբար ու հայտնի է, որ ինչքան դրանք ավելի շատ, այդքան նոպաների հավանականությունը շատ։ Այսինքն մենք ուղիղ թեկուզ սոցիալական խնդիր հիմա քննարկեցինք, բայց դա էլի դուրս է բերում մեզ բժշկական հարցի բարդացմանը։ Յուրաքանչյուր դեպքում մեզ համար լավ միջավայր, հոգեբանորեն նաև բարենպաստ միջավայր ստեղծելը կարևոր է։ Դրա համար բժիշկը բացի նրանից, որ ձգտում է հսկել նոպաները, նաև պետք է կարողանա, չեմ ասում միջամտել ընտանիքի գործերի մեջ, բայց փորձել դրանց հետ կապված որոշ ինչ որ խորհուրդներ, բացատրություններ տալ։ Դա ես դիտարկում եմ ընդհանուր կոնտեքստում, որ ցավոք սրտի կենսաբժշկական հարցերը կարծում եմ, որ քիչ են արծարծվում բազային դպրոցական կրթությունից սկսած եւ ընդհանուր կրթական համակարգում։ Պարզ է, բժշկական կրթական համակարգում դա արդեն ինքնին պարզ է, բայց նույնիսկ այդտեղ գիտեք, այդքան ես տարբեր աղբյուրներից լսում եմ, որ այդ սոցիալ հոգեբանական եւ բարոեթիկական մասերը շատ հաճախ բաց են թողնվում։ Ու նույնիսկ բժիշկներ գիտեն, որ պայքարում են, որ մտցվեն հենց բժշկականի ուսանողները։ Եվ դա այդ process-ը կարծես գնում է, դա կլինի, կզարգանա միանշանակ, դա ես էլ գիտեմ եւ տեսնում եմ, բայց նաեւ ընդհանուր պատրաստվածությունը, որպեսզի երբ որ գործը հասնում է նորագույն մեթոդով տրվող օրինակ պատվաստանյութի մասին, մարդիկ գոնե տարբեր են, դա ինչ է, ինչի դեմ է, որ դա օրինակ վիրուսը ինչն է, բակտերիան ինչն է, հա, դա ընդհանուր եմ խոսում, իմ բողոքներն են ընդհանուր։ Նույնը արդեն վերաբերում է տարբեր այլ բժշկական հարցերին։ Հիմա լավ կլինի, որ երեխան օրինակ դուրս գա դպրոցից, պատրաստված, որ եթե իր ներկայությամբ ինչ-որ մեկը ցնցում ունենա էպիլեպտիկ, ինքը ոչ թե թողնի փախչի վախեցած, ինչ որ սատանայական բաներ պատկերացնելով, այլ հասնի փորձի օգնել եւ ամենակարևորը ճիշտ օգնել։ Հա, չվնասելով։ Այո։ Դա է ամենակարևորը։ Եթե դա մենք չունենք, դա խնդրեմ է հասարակության համար։ Իսկ դու կարծում եք, որ մենք դա չունենք, թե մենք հակառակը նույնիսկ ունենք։ Թե հասել ենք նրան, որ գոնե չի դեմոնիզացվում, չի շատ այդպես հեքիաթներ պատմվում։ Խարանը միանշանակ կա, գուցե ավելի քիչ, ես ժամանակին, երբ ինքս անցնում ուսանողության վերջին տարիներին, նաև կլինարդինատուրայի ընթացքում հենց զուգահեռ գիտահետազոտական աշխատանքների մասնակցել, որոնք հենց ուղղված էին էպիլեպսիայով պացիենտների կյանքի որակի բաղադրիչ մասերի ուսումնասիրության, այսինքն հոգեբանական բաղադրիչ, սոցիալական բաղադրիչ, բժշկական առողջության հետ կապված բաղադրիչ, այսինքն այդտեղ մենք խնդիրը միշտ ենք ունեցել,
Կարծում եմ, որ հիմա մի քիչ բարելավված է։ Մենք հիմա կունենանք որոշ նոր տվյալներ, որոնք փորձենք համեմատել մեր հին ունեցածների հետ եւ հետաքրքիր կլինի դա։ Փորձենք ինչ-որ չափով ստանալ պաշտոնական դե չէ, բայց նման գիտահետազոտական թեկուզ փոքր ծավալի հետազոտություններով կարելի է պատկերացում կազմել, բայց մինչեւ օրս էլ ցավոք իհարկե կարելի է հանդիպել զույգեր, որոնք կբաժանվեն այդ խնդրի հետևանքով, ինչի են մարդիկ խուսափում նաեւ երբեմն իրար ասել խնդրի մասին, որովհետև չգիտեն դիմացին ինչպես կարձագանքի դրան, ինչպես կվերաբերվի դրան, վերջերս մի շատ զավեշտական այսպես իրավիճակ եղավ, չգիտեմ, բնական է չենք նշում ով ինչ, բայց օրինակը կարող են բերել, երբ պացիենտը ունենալով էպիլեպսիա խոսում էր զույգի այլ տենց տարածված եւ մի փոքր խարանված հիվանդության մասին։ Այսինքն եւ դա նույնիսկ ավելի գերադասվում էր սեփական խնդրի նկատմամբ, այսինքն այդ նման օրինակներ էլ հետաքրքիր է որ կարող են լինել, բայց եկեք այդպես շատ չկենտրոնանանք երևի դրա վրա, պարզապես շատ խոսենք խնդրի մասին, հասկանանք որ դա նույն ֆիզիկական խնդիրն է, որը որ այլ դեպքում կարող է լինել շաքարային դիաբետը, սրտային ինչ-որ խնդիր, բնական է այստեղ, երբ խոսքը գնում է գիտակցականի խանգարվածության եւ անկանխատեսելի երբեմն խանգարման մասին, դա իհարկե մի փոքր փոխում է մոտեցումը, բայց մյուս կողմից դա չի նշանակում, որ այդ անձը ինչ-որ պետք է զսպենք ամեն դեպքում այլ չափումներից է եկել կամ այլ մոլորակից է, հա, մեր շատ տարածված է, ամեն մեկն էլ իր շրջապատում հաստատ կունենա նման ծանոթ ընկեր կամ հարազատ, հետևաբար պետք է ճիշտ մոտենալ, հասկանալով մոտենալ, ուղղորդել, փորձել օգնել, ասել ես գիտեմ նման կենտրոն կա, գնացեք, գոնե ախտորոշումը ճշտեք, երկրորդ կարծիք վերցրեք, չի ստացվում հսկել, բայց մի բան արեք։ Երբեմն պարզապես այսպես մնում են չեն դիմում։ Մի բան ասեմ, մի փոքր չեմ կարող համաձայնել, որ ամեն մեկս մեր շրջապատում գիտենք, չգիտենք, որովհետև չեն խոսում դրա մասին։ Կարող է այդպես էլ լինել։ Չեն դրա մասին շատ չի խոսվում, ինչպես մենք մեր հանրությունում ունենք մի քանի խնդիր, որ չի խոսվում, դա միավ դրականն են, բռնության ենթարկված անձինք են, դա հոգեխանգարմունքի ինչ որ աստիճան ունեցող անձինք են, մենք թիրախային ինչ որ պարբերական հիվանդություն է, վախենալի, այսպես ասած, խնդիրներ ունենք, որոնց մասին չի խոսվում, եւ հիմա մեզ լսողները կասեն, ես ոչ մեկի չեմ ճանաչում, դա տարածված չի։ Իրականում միշտ ասում եմ, դա տարածված է, ձեզ չեն ասում, որովհետև ձեր վերաբերմունքը չգիտեն։ Ցույց պետք է բոլորս ցույց տանք, որ մեր վերաբերմունքը շատ նորմալ է, երևի թե կսկսենք նաև խոսել դրա մասին։ Դե միշտ կա ինչքան էլ թաքցնեն մարդիկ խնդիրը, բայց այդ խնդիրը կարող դրսևորվի հասարակության։ Ու վերջ, արդեն գնացին խոսակցություններ, տարբեր վերաբերմունքներ եւ այլն, ընդհանուր իրազեկումը եւ այդ օր նշանակելը տարվա ընթացքում նաեւ խոսելը դրա մասին տարբեր այլ առիթներով շատ կարեւոր է։ Ես առաջարկում եմ, որ մարդիկ ավելի զգոն լինեն, փորձեն ավելի այդպես մարդկային մասնակցություն ունենալ այդ ամենին, օգնած լինել այդ մարդկանց։ Ես օրինակ մի պացիենտ եմ ունեցել, ով ուժային կառույցի աշխատակից էր եւ ուներ էպիլեպսիա, որը որ քնի մեջ էր միայն դրսևորվում, այդպիսի համախտանիշներ կան, կարծես թե ցերեկային աշխատանքին առանձնապես տենց չեր խանգարում եւ այլն, բայց միևնույն է ուժային կառույցում դա մի փոքր այլ հարց է եւ շատ հարգվեց այդ մոտեցումը, որ իր ղեկավարը իմանալով դա իհարկե նա շարունակեց այդ գործում աշխատել, բայց իրեն օգնեցին մեկ այլ ավելի համապատասխան աշխատանքի տեղավորվելու հարցում, այսինքն այդ նման մոտեցումները շատ գովելի են ու հենց այդպես էլ պետք է շարժվի հասարակությունը։ Հա, պետք է հասնենք բազմաթիվ այդպիսի օրինակների։ Երկու հարց ունենք լսանից, կարծում եմ կարևոր են, կարելի է արդյոք հղիանալ եւ հղիություն տանել այս որևէ տեսակի էպիլեպսիա ունենալով։ Մի փոքր կասեք ամեն դեպքում ռիսկերը որոնք են, ինչ է կատարվում այդ դեպքում։ Հա, մենք երբեմն առնչվում ենք իրավիճակների հետ, երբ մարդիկ իմանալով որ էպիլեպսիա ունեն,
միանգամից այսպես փակում են բոլոր դռները իրենց առաջ, հենց իրենց առաջ չեմ Դե ասում հա, կողքից։ երեխա չեմ ունենա։ Դա շատ ապշեցուցիչ է եւ ես միշտ բացատրում եմ պացիենտներին, որ մենք ամեն ինչ որ անում ենք նրա համար, որ դուք քիչ զրկվեք կյանքի կարևոր հարցերից։ Կպարզ է, կլինեն իրավիճակներ, որ գուցե կխանգարի, բայց դրանք պետք է հնարավորինս նվազեցնել։ Մենք չենք գնում այն ճանապարհով, որ ասենք ոչ, դու այլևս չես հղիանալու, այլ մենք գնում ենք այն ճանապարհով, որ ինչպես անենք, որ հղիությունը լինի, բայց վնաս օրինակ չհասցնենք պտղին եւ այլն, հա, ձեզ, այսինքն դա լրիվ ուրիշ հարց է, ուրիշ մոտեցում է, կառուցողական մոտեցում է, այդտեղ մենք կարող ենք օրինակ նստել, քննարկել, արդյոք այն դեղը, որով հիմա դուք հսկված եք, ճիշտ է հղիության համար։ Կան դեղեր, որոնք վնասում են պտղին, կան դեղեր, որոնք քիչ կամ չեն վնասում, կամ ապացուցված է, որ չեն ունեցել։ Դա մեծ հետազոտություններ են իրականում եւ մենք կարող ենք վստահությամբ հաճախ ասել դեղը ինչքանով վնասակար է կամ ոչ։ Հայտնի են որոշ դեղեր, դրանք շատ չեն, բայց կարելի է միշտ անցում կատարել։ Իհարկե միշտ էլ այդ խնդիրը կա, որ գուցե ինքը ավելի ստիպված, ավելի լավ հսկող դեղից ստիպված կլինի փոխվել գուցե մի քիչ ավելի թույլ հսկող դեղի եւ այլն, այսինքն դա միշտ քննարկման հարց է, ճիշտ մոտեցումների հարց է, փափուկ անցումների հարց է մի դեղից մյուսը։ Դրա համար կոնտակտը շատ կարեւոր է։ Այո, բազմա։ Չէ, իրականում մենք եթե այդպես լավ բացատրական ոնց որ աշխատում ենք պացիենտների հետ, մենք ունենք շատ լավ արդյունքներ, բազմաթիվ հաջող հղիություններ։ Իհարկե խոսքը չի գնում նրա մասին, որ եթե օրինակ ժառանգականություն կա, գենետիկ ֆոն կա, բնական է ինչ որ տոկոս հավանականություն կա, որ կփոխանցվի, դա ուրիշ հարց է, դա դեղից չի գալիս, դա արդեն գենետիկ հարց է, բայց զոտ այդ թեորիակային հարցերը փորձել օրինակ կոմպրոմիսի գնալ, ենթադրենք գուցե փոքր նոպաները ընդունելի լինեն, բայց մեծ նոպաները չթողնենք լինի, որ մեծ վնաս չլինի, շատ տարբեր յուրահատկություններ կան, շատ ինքը կլինիցիստի համար նաև շատ հետաքրքիր դաշտ է այն առումով, որ այդպես խորանալու շատ տեղ կա, մեր կլինարդինատորների հետ էլ որ աշխատում ենք, իրենք տեսնում են դա, շատերը հետաքրքրվում են, այո։ Իսկ ժառանգելը պարտադիր է այս դեպքում, թե միգուցե ձեռք բերովի դեպքում բնական է ոչ, իսկ գենետիկ համախտանիշների դեպքում կան տարբեր հավանականություններ, դա արդեն գալիս է որոշ չափով ընդհանուր գենետիկայի օրենքներից, հա, այնտեղ կան որ հավանականությունը բարձր է փոխանցման, կա որ ցածր է, նայած ինչ կոմբինացիաներով են գեները, իմիջիալոց դա էլ է շատ զարգացել, իհարկե այսպես ամենօրյա առօրյա աշխատանքի մեջ այնպես չի որ բոլոր դեպքերում մենք գենետիկա ստուգում ենք, բայց հիմա այդ հնարավորությունները ընդլայնվել են եւ մենք շատ համախտանիշներ կարող ենք հայտնաբերել։ Ճշգրտությունը լավն է։ Եվ գոնե այո, ճշգրտությունը բավականին բարձր է լինում, եթե այդպես համապատասխան ճիշտ ընտրություն ենք կատարում, ճիշտ ուղղություն ենք տալիս այդ հետազոտությունը անողներին, կլինիկորեն, թե ինչ կարող է լինել, հա։ Արդեն այդտեղ մենք կարող ենք ունենալ դա, ինչով է դա կարևոր։ Հաճախ ասում են դա միևնույն է չի ազդում կատարված օրինակ բուժման աշխատանքի վրա եւ այլն։ Հա, իրականում դա կարող է ազդել հետագա կանխատեսումների վրա, թեկուզ հղիության հետ փոխանցման հավանականություն առումով։ Հիմա արդեն գիտենք, որ գենետիկական բուժումներ են զարգանում եւ ժառանգական այդ հիվանդությունները կարելի է արդեն ինչ որ չափով վերահսկել որոշ դեպքերում եւ դա կզարգանա, կընդլայնվի։ Իհարկե երբեմն դրանք շատ թանկ են, մենք ավելի ուշ ենք դրան հասնում, բայց միևնույն է ճանապարհի մեջ ենք։ Եվ վերջին օրինակ կան հաջողություններ տարբեր դաշտերում, դա հույս է ներշնչում, որ մենք կընդլայնենք օրինակ նույն ցրված սկլերոզի հաջողված այդ ծրագիրը, որ հիմա շատ կարևոր դեղեր մենք կարողանում ենք պետական ծրագրով տալ պացիենտներին, մանկական ասպարեզում նյարդաբանության նույնպես այդ օրինակները շատ են։ Կարծես թե դուք գոհ եք Հայաստանի ներգրավվածության հարցում, հայ։ Ես գիտեմ, որ դուք անձամբ շատ ակտիվ եք այդ հարցում։ Ձեր կապերը, networking կոչված փորձում ենք, այո, օգնում են, թե գուցե այդ որոշ ծրագրերը, որոնք հաստատվում են եւ իրագործվում են, հաջողությամբ նաեւ մենք շատ մեծ ներուժ ունենք եւ օգնում են մեզ շատ մեր սփյուռքի
գործընկերները, բացի Սփյուռքից իհարկե մենք նաև բոլորս էլ ովքեր ակտիվ են, այսպես ասած, դաշտում ունենք մեր եւ արտասահմանցի ոչ սփյուռք գործընկերները, որոնք նույնպես ինչքան էլ հայ չեն, բայց էլի շատ պատրաստական են, օգնում են տարբեր հարցերում։ Շնորհակալություն։ Մենք զրուցեցինք բժիշկ նյարդաբան էպիլեպտոլոգ Սամսոն Խաչատրյանի հետ։ Փետրվարի 9-ը էպիլեպսիայի միջազգային օրն է լինելու, այսինքն կարևորելու, այդ օրը կարևորվելու է իրազեկումը եւ ես ձեզ նույնպես հորդորում եմ տեղյակ լինել, օգնել, եթե ձեր շուրջ նման կասկածելի ինչ-որ դրսվարքաձև դրսևորում եք տեսնում եւ որ կարևորն է խտրականության չենթարկել։ Դες համար աշխատեց Լուսիկ Քոչարյանը, շնորհակալություն, ցտեսություն բոլորին։ Ֆիզիկական եւ հոգեկան առողջության հիմքում բժշկական գրագիտությունն է։ Ես առողջ եմ, երբ տեղեկացված եմ։